Մեծ պատերազմի 80-ամյակն է, պարոն Բաբուխյան, եւ մենք յուրաքանչյուր տարի մայիսի 9-ին միշտ անդրադարձել ենք խորհրդին դրա հպարտությանը, մեր հաղթանակին տեր լինելուն։ Այսօր իրավիճակը այնպեսին է, որ մենք պետք է պաշտպանենք այդ գաղափարները, որովհետեւ կասկածի տակ է դրվել, հա, թե հայրենական պատերազմին մասնակցությունը, օրինակ շատերը ասում են, որ ինչի էին գնացել, մերոնք կռվում այնտեղ, ինչ գործ ունեին, պատմությունը խմբագրելու, խեղաթյուրելու այդ միջազգային արշավը, ինչ կասեք այս ամբողջ պատմության մասին, այդ չասեմ, որ մեր եռատոնը փաստորեն դարավ ընդամենը 1 տոն։ Այդ 1 տոնը պետք է պահել սրբության պես, որովհետև մեր ժողովուրդը երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթող ժողովուրդների շարքում է։ Մնացած տեղերում մենք պարտվող ենք, ինչպես նաև այսօր Ադրբեջանի հետ հակամարտության մեջ, Թուրքիայի հետ հակամարտության մեջ, մենք պարտվող ենք։ Գոնե մի տեղ կա, որտեղ մենք հաղթող ենք։ Եվ մեր թշնամիները, ադրբեջանցիները, թուրքերը, այն ուժերը Եվրոպայում, ովքեր մեր թշնամիներն են, նրանք ինչ են ուզում են, որ մենք այս մի հաղթանակից էլ հրաժարվենք։ Այսինքն մենք ինքներս մեզ վերաբերվենք ոնց որ չմոների, անհաջողակների, ամեն տեղ ձախողվածների, ոչ մի բանի չհասածների եւ այլն, բայց ոչ, մենք երկրորդ համաշխարհայինում, մեզ հայրենականում, մենք հաղթող ժողովուրդ ենք, եւ մենք պետք է հպարտանանք դրանով, մենք պետք է բացականչենք դրա մասին ամեն տեղ, որտեղ հնարավոր է։ Բացի դրանից, իհարկե, Թուրքիայի համար դա մեծ, այսպես ասած, սպասելիքների փլուզում էր, այն, որ հայ ժողովուրդը հաղթեց մեծ հայրենական պատերազմը։ Ինչու՞, որովհետև Թուրքիան, ինչպես գիտեք, պատերազմի սկզբից կուտակել էր 25 դիվիզիա հայ-թուրքական սահմանում։ Նպատակը հետևյալն էր՝ մտնել Անդրկովկաս, ոչնչացնել Հայաստանը, միացնել Ադրբեջանը իր նավթով Թուրքիային եւ ուրեմն լուծել միաժամանակ եւ հայկական հարցը վերջնականապես եւ անդառնալի եւ ուրեմն միաժամանակ ունենալ իրենց եղբայրների հետ միավորվել եւ մեծ Թուրան, հա, եւ ուրեմն ստանալ նաեւ տնտեսական մեծ շահ։ Միայն ու միայն սովետական բանակի հաղթանակը այդ օրերին, մասնավորապես Ստալինգրադյան ճակատամարտում, Թուրքիան հետ պահեց այդ քայլից։ Իհարկե, Հայաստանում եւ Վրաստանում տեղակայված էր սովետական շատ հզոր բանակ նաեւ, որը որ նույնպես թուրքերին ստիպում էր լավ մտածել, մինչև ուրեմն այդ հարձակումը գործելը։ Բայց երբ որ տեսան արդեն, որ գերմանական ռազմական մեքենան իր բոլոր դաշնակիցների հետ մեկտեղ ձախողեց, թուրքերը հասկացան, որ ավելի լավ է քիթները չխոթել։ Եվ դա բերեց նրան, որ հայ ժողովուրդը իր մայր Հայաստանում, գոնե Հայաստանում չտեսավ պատերազմ նախ, չտեսավ նոր ցեղասպանություն, որտեղ դուք պատկերացրեք ինչ կլիներ, եթե թուրքական բանակը մտներ։ Անկախ նրանից ոնց կընթանար ճակատի գործերը, Երևանը որպես այդպեսին չէր լինի, որովհետև արկերը եւ ինքնաթիռները կհասնեին Երևան եւ հասկանալի է, որ այնպես նույնպես կոչնչացվեր, ինչպես ասենք Մինսկը, ինչպես Լենինգրադը, այսպես ասենք, հա, այսինքն Երևան չէր լինի։ Անկախ նրանից թուրքերը կգային նաեւ ֆիզիկապես կվերցնեին Երևանը, թե ոչ, այդ արկերը եւ ինքնաթիռների ռումբերը կհասնեին Երևան եւ կոչնչանար Երևանը, կոչնչանար Արարատյան դաշտավայրի ամբողջ ուրեմն բնակելի հատվածը եւ մարդիկ կդառնային փախստական, թե ուր էին փախնելու, պարզ չէ, որովհետեւ Կովկասից արդեն թուրքերը, գերմանացիները մոտենում էին Կովկասյան լեռներին, այսինքն հասել էին արդեն
Փախնելու տեղ էլ չկար արդեն, չէր լինի։ Մարդիկ, ովքեր խոսում են այդ ամենի մասին, այսպես ասած արհամարանքով կամ փորձում են թերագնահատել այդ ամենը, իհարկե այդ մարդիկ հայ ժողովրդի թշնամիներն են, ակնհայտորեն թշնամիներն են եւ նրանք երբ որ շպիոններին կսկսենք բացահայտել, կպարզվի, որ Հայաստանը ուղղակի վխտում է թուրքական շպիոններով, վխտում է, այդ թուրքական շպիոնները ամենուրեք են։ Այդպես որ ցավոք սրտի այդ ամենը կար։ Բացի դրանից ես պետք է ասեմ հետևյալը, որ մենք մեր ներդրումը մեր ընդհանուր երկրի սովետական միության պաշտպանության մեջ շատ բարձր գնահատվեց պատերազմից հետո։ Ինչպես։ Նախ եւ առաջ այստեղ ուղարկվեցին բազմաթիվ գերմանական գերիներ, ովքեր կառուցում էին մեր ճանապարհները, կամուրջները, քաղաքները, գյուղերը եւ այլն։ Երկրորդը դա հսկայական ներդրում էր խորհրդային բյուջեից Հայաստանի տնտեսության մեջ։ Ինչու՞, որովհետեւ հայ ժողովուրդը ցույց տվեց, որ նա դավաճան ժողովուրդ չի։ Նա պայքարեց, կռվեց մեր ընդհանուր հայրենիքի համար։ Եվ դա գնահատվեց։ Երբ որ քեզ դիտում է որպես դավաճան, վախկոտ, փախնող ժողովուրդ, իհարկե ոչ մեկ այդտեղ ներդրում չի անելու, փող չի դնելու այդ երկրի մեջ։ Բայց երբ որ տեսան, որ այս ժողովուրդը անձնուրաց կռիվ տվեց ընդհանուր թշնամու դեմ, իհարկե, եւ գործարաններ, եւ ճանապարհներ, եւ օդանավակայաններ, եւ մշակույթ, եւ գրականություն, եւ գրքերի հրատարակություն, եւ դպրոցներ, եւ ակադեմիա, եւ բարձրագույն ուսումնական հաստատություններ, եւ աստղադիտարան, ասում եք, որտեղից էր դա գալիս։ Բայց 30 տարի անկախ ենք, ինչի մի բան չստեղծեցինք։ Մի բան չենք ստեղծել, չէ։ Մի հատ մետրոյի կայարան չենք կարողացել բացել խելքի գլխին։ Ինչի չենք ստեղծել։ Բա որտեղից եկան այդ գործարանները, լավն էին, վատն էին, կարող է երազ ավտոմեքենան Մերսեդեսից վատն էր։ Բայց դա արդեն ճիշտ ասած մեր թերությունն էր, ոչ թե սովետական միության կամ չգիտեմ որի մեկ։ Բայց թող լավը արտադրեինք, հա, նույն սովետական միության մեջ մենք արտադրում ենք երազը, Լատվիան արտադրում էր երազի նման մեքենա, իմ անունը չեմ հիշում։ Հա, ինչ էր նա ավելի լավը, քան ստի երազը։ Նո երևի մենք այդքան լավ չենք աշխատել, բայց մենք զարգանում ենք։ Զարգանում էր դպրոց, մեքենաշինական, ավտոշինական դպրոց, հա, զարգանում էին ինժեներական կադրեր էին ստեղծվում, ատոմակայան ստեղծեցինք, ունեցանք լավ ֆիզիկոսների դպրոց, ատոմշիկների, յաջրշիկների դպրոց, զարգանում էր երկիրը։ Իսկ հիմա մենք շատ երևի բնորոշ է, որ բանվորի արձանի տեղը տոնավաճառ է ընդհանրապես։ Դրա համար էլ եմ ասում, մեր ներդրումը մեծ հաղթանակի մեջ վերադարձավ մեզ, տալով մեզ հսկայական, թռիչքաձև զարգացում բոլոր ասպարեզներում։ Եվ վերջապես քիչ էր մնում, այսպես ասած, վերադարձվեր Կարսի նահանգը, որը ցավոք սրտի մենք հայերս առանց մի կրակոցի հանձնեցինք թուրքերին։ Առաջին հանրապետության օրոք։ Քիչ էր մնում, ինչու քիչ էր մնում, որովհետև սովետական միությունը արդեն կատարել էր անհրաժեշտ գործողությունները, բայց Մեծ Բրիտանիան իհարկե դա կանխեց։ Կանխեց Միացյալ Նահանգների հետ միասին, որովհետև Թուրքիան նրանք դիտարկում էին որպես ի վերջո Ռուսաստանի հավիտենական թշնամի, այսինքն նրան պետք էր ուժեղացնել։ Ռուսաստանին դիտարկում էին որպես Մեծ Բրիտանիայի հավիտենական թշնամի, նրան պետք էր թուրացնել, եւ դրա համար այդ Կարսի նահանգը, որը որ պետք է փոխանցվեր Հայաստանին եւ արդեն ամեն ինչ դրա համար նախապատրաստված էր, ի վերջո
Միացյալ Նահանգները ցուցադրելով իրենց նաև Ճապոնիայում իրենց ատոմային զենքը, հա, նրանք կարողացան կանխել այդ ուրեմն վերադարձը։ Բոլոր դեպքերում գիտեք ինչ շատ կարևոր բան կա, դա գենետիկ հիշողությունն է, հա, իմ պապը պատերազմել է։ Եվ այդ գենետիկ հիշողությունը իմ մեջ անցել է։ Որոշների եւ դա մեր ժողովրդի մեծ մասի գենետիկ հիշողությունն է։ Ճնշող մեծամասնություն, բայց կա փոքրամասնություն։ Նրանց պապերը փախել են։ Նրանց պապերը դավաճանել են, դարձել են պոլիցայ։ Այդպիսի բազմաթիվ հոդվածներ կար, իդեպ Նիկոլի պապի հետ կապված։ Վերջ այդպես է պարզ չեղավ։ Ինչ անհետ կորած էր, թե պոլիցայ էր, թե ինչ էր, վերջ, մի խոսքով։ Հա։ Մի մասի գենետիկ հիշողությունը, մեր ժողովրդի մի մասի, փոքր մասի, ճնշող փոքրամասնություն, բայց այդ կա։ Գենետիկ հիշողությունը այդ բերում է այդ փախնելու ռազմական բախումից խուսափելու, դավաճանելու, պոլիցայ դառնալու այդ կեղտն է բերում։ Եվ այդ կեղտը դուրս է գալիս մամուլ, դուրս է գալիս հասարակական հարաբերություններ, դուրս է գալիս երբեմն այդպիսի մարդիկ, որոնք հասնում են իշխանության, նրանք դա թելադրում են ճնշող մեծամասնությանը, փորձում են փոխել մեր գենետիկ կոդը, բայց ոնց որ մենք սկզբից ասացինք մեր զրույցի, մեր գենետիկ կոդը փոխել ոչ Նիկոլին, ոչ Նիկոլա նմաններին եւ Նիկոլա ազգիներին չի հաջողվի եւ մենք կմնանք հայ, մենք կմնանք մեր մեծ հայրենական պատերազմում հաղթանակով հպարտացողները եւ դա ուրեմն որպես տոն ընկալողները եւ այս կապակցությամբ ես շնորհավորում եմ մեր ժողովրդին այդ հաղթանակի հետ կապված եւ հույս ունեմ, որ մենք միշտ կլինենք արժանի այդ հաղթանակին, արժանի մեր պապերի սխրանքին եւ այս ժամանակավոր կեղտը, որ լցվել է մեր երկիր, մենք կմաքրենք եւ երկիրը նորից կշենացնենք եւ այնպիսի երկիր կդարձնենք, որը կդառնա մեր բոլորիս երազանքը։